հիմա մենք ուղիղ եթերում ենք, մենք հիմա միացել ենք Հայաստանի Հանրապետության հրապարակից, եթե չեմ սխալվում, բարի երեկո, պարոն Իսրայելյան։ Բարի երեկո, Եթե չեմ սխալվում, որտեղ եք հիմա դուք Երևանում։ Ազատության հրապարակում, որտեղ տեղադրած է վրանը, այդ հատվածն է տեղամասը։ Պարոն Իսրայելյան, ինչ է կատարում հիմա այս պահին Երևանում, մի խնդրեմ, նախ ներկայացեք մեր հայրենակիցներին իմանալու համար եւ ինչու եք այսօր պալատկեքը կամ բարիկադներ բացել եւ հիմա մնալու եք ոնց հասկացա դրսում։ Ինչն է ձեր պատճառը, ինչն է ձեր ցույցը, ինչն է ձեր խնդիրը։ Խնդրեմ։ Մի քիչ sense երկու բառով ներկայացնեմ այս իրավիճակի հետ կախված, որ ինչն է մեզ ստիպել մենք այս քայլերին գնալու, հաշվի առնելով, որ Արցախի կործանումից հետո տեղահանվելուց հետո Մայր Հայաստան, այս տարեկեսվա 2 տարվա ընթացքում մենք ունեցել ենք լուրջ խնդիրներ Արցախահայությանը խոսքի գաղթի ստեղից երկրից, Մայր Հայաստանից, տարբեր երկրներից, սկզբնակաշրջանում ունեցել ենք այդ վտանգը, հետո արդեն համապատասխան գործողությունների ժողովրդի հետ շփվելով, որ չվռազեն որոշումներ կայացնելու, ընթացքում փորձելով ներկա իշխանության կառավարության ներկայացուցիչների հետ քննարկումներ կամ կոնտակտներ ձեռք բերելու հասկանալով հետագա ապագա ժողովրդի իրավիճակը ինչ մոտեցումներով կամ ինչ կարգավորումներով են տեսնում։ Տարեկես 2 տարվա ընթացքում ընդհանրապես այդ ձևի կոնտակտների չեն գնացել, շատ քիչ է եղել, ընդհանրապես չեն ընդունել Արցախահայության կողմից ներկայացրած պահանջները, ներկայացրած հարցերի պատասխանները ու իրանց կողմից իրար ձևակերպած բաներն է միշտ ներկայացրել, որ իշխանությունը այս ձևի որոշում է կայացրել, իշխանությունը հաջորդ որոշումը այս ձևի է կայացրել ու բոլոր այդ որոշումները ինչ կայացրած է եղել, ընթացքում մենք տեսել ենք, որ այդ արտագաղթը էլի շարունակվում է։ Ու այս վերջի, որ ասում է բանը եկել է հասել նրան, որ իշխանությունը որ հակառակ process-ները պիտի անի, այս մարդկանց իրանց գոյատևությունը մի ձևի, որ ասում է բարենպաստ ինչ որ գոնե բան ձևաչափով տարբեր բաներով, որ ասում է տարբեր փաթեթները, թե ներկայացնելի ինչ որ բաները, որ հնարավորություն տա այս մարդկանց տեղ ապրելու, գոյատևելու դա սկսել է հակառակ process-ները սերմացնել Արցախահայություն, Հայաստան, ատելության այդ բանը, դրանից բացի սկսել են կրճատել մարդկանց այն օգնությունները, որ սկզբնական շրջանում խոստումները խոսքի իշխանության կողմից եղել է այն կետերի հետ կախված, որ միջև բնակարանային հարցերը կամ կենցաղային հարցերը չլուծվի, գոնե այդ փոքր սոցիալական այդ հարցերի հետ կախված բաները չի դադարեցնվի։ Հասկացա, պարոն Իսրայելյան, Եստեղ մի քիչ երկու շարունակական միտք ասեմ, որ ընդհանուր հասկացողություն լինի, որ Արցախահայությունը այստեղ ոչ թե 40+10-ի կամ էլ ինչ որ դրամի ողորմելի գործողության process-ների բանն է, պայքարն է տանում։ Հետո այդ ընթացքում տարեկեսվա ընթացքում շարունակական հետևողական լինելով իշխանության կողմից ընդհանրապես սկսել են անդրադառնալ Արցախի հիմնախնդրի, Արցախ ընդհանրապես հասկացողության այդ թեման փակելու հետ կախված, Մինսկի խմբի լուծարման հետ կախված, հետ վերադարձի բառացիորեն ներկայացնել, որ հետ վերադարձի իմաստը չկա, որովհետև դա արդեն այդ հարցը փակված է։ Հետո այցերը, որ միջազգային դատարաններում բանարած է, հետ կանչ, գիտեք, ինձ process-ներ է գնում ընդհանրապես փակելու вообще Արցախահայություն հասկացողությունը իր բովանդակային այդ հարցի կարգավորման հետ կախված, այդ հարցի կարևորության հետ կախված, որ վերջում գանք, որ իրոք Արցախը չի եղել հայկական ու Արցախը չի եղել, որ ասում եմ մեր այդտեղից եմ ուզում սկսել, պարոն Իսրայելյան, շատ շնորհակալություն, որ
եթերում եք եւ այսօր մենք որ խոսեցինք իրար հետ, ես ուզում եմ մի քանի հարցեր տամ, որ հասկանալի լինի, ես էլ ունեմ իմ հարցերը, շատ ուրախ եմ, որ հենց դուք եք այս թեմայով արձագանքում եւ շատ ուրախ եմ, որ հենց հիմա ես կարող եմ այդ հարցերը ձեզ տալ, որտեղ հենց դուք եղել եք Արցախում, մինչեւ հասնելը մեր բուն թեմային դուք ծանոթ եք Սև Հովազ ռազմահայրենասիրական ջոկատի հրամանատար Ռոստամ Գասպարյանին, որ սպանեցին իր որդու հետ միասին։ Այո։ Դուք ինչպես եք տեսնում 30 տարի հաղթած հրամանատարի եղբորը որպես հիմա հրամանատար, առողջ հրամանատարի, որ հիմա վերցրել եւ մեկուսացրել են փորձելով շինցու գործեր սարքելով մարդու գլխին, որ առողջ հրամանատարը եւ նա մեզ պետքա մեկ օր շուտ։ Ձեր կարծիքը։ Նայեք, հիմի որ անդրադառնամ կոնկրետ այդ հարցի պատասխանին։ Այո։ Նայեք, իշխանության կողմից տեսեք ինչ մարդկանց վրա են գործ հարուցում, ինչ մարդկանց են փորձում չեզոքացնել հանրությունից կամ հիմիկվա իրավիճակում, ծանր իրավիճակում չթողեն մասնակից լինեն կամ էլ իրաց դերակատարությունը կարևորացնեն, որովհետև իշխանությունը դա առաջի օրը չի։ Ինքը հետևողական նայում է, հետևում է նմանատիպ մարդկանց, այդ հայրենասեր նվիրված այդ զավակների, մեր քաջորդիներին, մի մասը, որին իրանց մոտ ստացվել է խոսքի, այդ բոլոր այդ իրանց իշխանագլուխ գալով այդ ընթացքում չեզոքացնեն, որ գնան Արցախի հանձնման, որ թեթև ձեռով լինի, խանգարող չլինի, խոչընդոտող չլինի, հիմա Արցախը հանձնելուց հետո ես նորից եմ ասում, ես համարձակ այդ խոսքերը միշտ էլ ասում եմ, Արցախի հանձնումը եղել է պետական մակարդակով դավաճանություն, պետական մակարդակով հանցագործություն։ Դրա համար այն հայ ազգի ներկայացուցիչը, այն մարդիկ, որոնք իրենց այս հողի վրա զգում են որպես հայ, ապրելու իրավունք ունենալու այդ իրավունքները, որպես հայ մնալու այս հողի վրա, մենք բոլորս նմանատիպ մարդիկ, մենք որ ասում եմ ինքնաբուխ սկսում ենք պայքարել, ինքնաբուխ սկսում ենք հավաքել մեր շուրջ նմանատիպ մարդկանց։ Իշխանության կողմից միշտ հետևողական միջև օրս էլ փորձում են ու ձեր ասած օրինակը այդ նմանատիպ մարդկանց ձեր բակալելով հասկանալի է որ շինցու, որ ուզում ես հիմքը իմանաս, հիմնավորած ինչի համար, հայրենասիրության համար, հայ լինելու համար, հայ ապրելու համար։ Սա հասկանալի է, չէ, որ այդ մարդկանց խոսքի գործողության կամ էլ չեն թողում իրականացվի, որովհետև մենք աշխատում ենք այն ուղղության վրա, որ հայ ազգի շահերն ենք պահպանում, իրանք աշխատում են այն ուղղության վրա, որ տարբեր կենտրոններից կամ էլ տարբեր երկրների կամ բանն են, ծառանեն կամ էլ ծառայում են նրանց ոչ հայ ժողովրդին։ Խոսքի երկու բառով տենց։ Պայքարի բոլոր ուղղությունները հիմիկվա իրավիճակում ամեն մի պայքար, որ ունի արդարացի հայանպաստ պայքար, նա չի կարա իրանց համար լինի դրական կամ էլ ընդունելի բան։ Հասկացա։ Պարոն Իսրայելյան, մենք բոլորս լսել ենք Նիկոլ Փաշինյանի խոսքը, երբ որ նա եկավ իշխանության, սա շատ կարևոր թեմա է, որ ես բոլորին տալիս եմ, եւ արդյոք բոլորը դա հիշում են, եւ եթե հիշում ենք, պետքա սրա պահանջատեր լինենք։ Նա ասեց Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Հիշում եք այդ խոսքը։ Այո, ես անդրադառնամ հենց սկզբունքային Արցախում լինելու ժամանակ այդ խոսքի արտահայտել։ Դուք եկել եք այդ մարդը, որ լսել եք այդ խոսքը ասել է։ 6 տարի հետո նա 5000 հոգուց ավելին մեր երիտասարդներին սպանեց, 10000-ից ավել երիտասարդների սարքեց ինվալիդ, մի քանի 100, եթե ոչ ավել անհայտ կորածներ եւ գերիներ ունենք, եւ հետո նա ասեց ես Հայաստանի վարչապետն եմ եւ Արցախը մերը չի։ Հիմա հարց եմ տալի, գերագույն հրամանատար լինելով Նիկոլ Փաշինյանը մառախուղեր ուղագի նա մտավ օտարի հողում կռվեց, հետո ասեց I'm sorry կամ կներեք, միամիտ ենք մտել, ոչինչ սպանեցիք, սրա համար կհատուցենք։ Սա արդյոք դավաճանություն չէ, այս Փաշինյանը պետքա մի օր շուտ պատասխանատվության տարվի։ Նա սպանեց հազարավոր մարդկանց եւ հետո ասում է սա մեր երկիրը չի, բայց 6 տարի առաջ ասեց Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ոնց կարող եք սա մեկնաբանել, խնդրում եմ։
Պարոն Իսրայելյան, լսում եք ինձ։ Այո, բանի պահերի բան տակ կապը կտրվում է, բայց միշտ ձգտենք որ կապի մեջ ենք։ Լսվեց ինչ ասեցի։ Այո, սկզբնական բանը լսեցի, փորձեմ պատասխանեմ, բայց վերջը չլսեցի, որ հարցի իմաստը ինչի մեջ է։ 6 տարի առաջ ասում էր Արցախը մերն է, 6 տարի պատերազմը տանուց հետո ասես դա մեր երկիրը չի վաբշե եղե, նշանակում է մեր երկրի տղաները գնացին օտար երկրում զոհվեցին, հիմա էլ ասում է ես մեղավոր չեմ, դա մեր երկիրը չի, փակեք այդ թեման։ Սա ոնց եք դուք մեկնաբանում որպես արցախցի։ Հələ հեսա կհասնենք 150,000 փախստականի, որ բերեց սարքեց անտուն ուտեղ, հələ շատ բաներ կա։ Ոնց եք սա նայում, 6 տարի առաջ ձեր ականջներով դուք լսել եք, որ ասել է Արցախը Հայաստան է եւ վերջ, հիմա ասում է, այտենց երկիր գոյություն չունի, սրա պատասխան ով է տալու այսքան մարդու զոհերի համար։ Ով է տալու։ Խնդրեմ ձեր կարծիքը։ Նայեք, հիմի դուք ինձեւի հարց եք տվել, որ հետո էլ այդ հարցի պատասխանն էլ տվել եք, բայց ես իմ կողմից ես ձևի ձևաչափով այդ հարցը պատասխանեմ։ Մենք հայ ազգը հզոր ազգ ենք, ով ինչ ուզում է ասի, ով ինչ ուզում է մեջբերումներ բերի, ով ոնց ձևի ուզում է մեր մեղավորների, սխալների, բաստողումների մասին խոսի, մենք հզոր ազգ ենք։ Մեր հզորությունը միշտ եղել է միասնական։ Մեր միասնականությունը միշտ դա բավարարել է առաջնորդ հերոս տղորց շնորհիվ, նվիրված տղորց շնորհիվ։ Իրանք կարողացել են միշտ լինեն այն մարդու տեսակը, այն հայի տեսակը, որ իրանք կարողացել են վերցնել այն պատասխանատվությունը, ասելով մի բառ, գնալով այդ բառը միջև վերջը կամ այդ միտքը միջև վերջը պահելով ու դրանցից շատերն էլ զոհաբերելով իրենց։ Ես գիտեմ մեր հայի մենակ այդ տեսակը։ Այն մարդիկ, այն ղեկավարությունը, այն առաջնորդ կոչյացածները, եթե մի այսօր մի բան են ասում, վաղը դրան հակասում են, ստեղ կա երկու հասկացողություն, կամ այդ մարդը վախկոտ է, դա մի հասկացողություն, կամ այդ մարդը իր, ասում եմ, այդ process-ում, այդ ընթացքային մանիպուլյացիաների բանով եկել է իրականացնելու ծրագիր։ Եթե դու գալիս ես սկզբնական շրջանում ժողովրդին ասում ես Հայաստանա ու վերջ, մենք մի ազգ ենք, այս մեկը մյուսը, քեզ ինչ է խանգարում այդ խոսքի տեր կանգնես մինչև վերջը։ Որ մինչև վերջ օրսել, ժողովուրդը էտա պահանջում, էտա դրա մասին է խոսում ու պատրաստ է, էլ այդ միասնականությունով կաղնել թե մար Հայաստանը պահի որպես հայկական, թե այն ժամանակ Արցախն էլ պահեր որպես հայկական։ Դուք չեք պատկերացնում, որ այս սեպտեմբերի 19-ի այս երկու օրվա կռվի բանում, որ ասում են արցախցիները չեն կռվել, մեզ ամենաշատը գիտեք ինչա կոտրել։ Այն արտահայտությունները, այն արձագանքները, որ Հայաստանի իշխանության կողմից պետական մակարդակով հարցը պետքա ձեզ տամ։ Ես ունեմ այդ հարցը, ձեզ ուզում եմ տալ։ Ահա, որ Հայաստանի պետական մակարդակ ունեցող խոսքի պետական մակարդակով ղեկավարը ասում է մենք ներ չեն գրավելու այդ պատերազմի մեջ։ Ստեղ Արցախահայությունը իր մենակությունը զգացել է, որ ինքը մենակ է։ Ուստեղ այն Արցախի հաղթանակները, որ ունեցել ենք ազգովի, այս վերջի իրավիճակում, այդ վերջի բաների հետ կախված, այդ դա մեծ հարված է եղել։ Ու այդ հարվածը, որ ասում եմ, միջև այդ թշնամու հնարավորությունները իրականացնելու դեղ ցեղասպանություն, իր կողմից եղել այն արտահայտությունները, որ ես ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջություն։ Դա ինչ է կոչվում, ինքը դանակը դնում է Ալիևի ձեռը։ Արցախցիներին Արցախով փոխանցում է նրանց իրավական դաշտը։ Մենք դա լսել ենք Դրանց կողմից էլ Պարոն Իսրայելյան, մի մեկ վարքյան որ հասկանանք, մենք շատ անգամ լսել ենք, որ Արցախցին չի կռվե, հայը չի կռվե, եթե կռվեն, այս վերջում Ալեն Սիմոնյանը ազգային ժողովից նրա գրողներին դա նույնը ասեց, հա, որը ես դրա հետ համաձայն չեմ։ Բայց հիմա ուզում եմ մի հատ մենք հարցնենք 20 քանի միլիարդի զենքը Արցախում էր։ Լավ,
Կարելի է Արցախ, նայեք, դուք հիմա ցույց եք անում, դուք հիմա անհնազանդություն եք անում սրանց սրիկայության համար, թե ինչ կատարվա մեր հետ։ Ինչի, երբ որ դուք բլոկադայի մեջ էիք, այս նույնը այ Արցախի ղեկավարների հետ, որ հիմա գնացին իրանց ոտքերով, ես չեմ կարող հասկանամ, նախագաները իրենք իրենց ոտքով գնացին հանձնում են։ Լավ, ժողովրդին Նիկոլ Փաշինյանը նվեր տվեց, դանակը տվեց Ալիևի ձեռը, ասեց գարի պես մորթեք։ Okay, հասկանալի է։ Ժողովրդի ձեռը չէր կարա Իսկանդեր ընկներ կամ ռակետային ձեռը, որտեղ այնտեղ կանայք կան, երեխաներ կան, հասկանում են գլոբալը։ Բայց այդտեղ մի հատ ես ուզում եմ հասկանամ ձեզանից։ Այդ երեք նախագաները կարող էին ռակետի վրա իրանցը փաթել եւ գնալ Միգուչավը մտնեին, ասեին գիտես ինչ կա, մենք չունենք հանձնվելու, կմեռնենք, բայց չեն գա, բայց ոչ թե պատավատով գնան հանձնվեն։ Դա ո՞նց է կարող մեկնաբանել, պարոն Իսրայելյան։ Նայեք, դեղ իրավիճակը այն ձևի արագ խոսքի ժամերի մեջ է փոխվել։ Այդ օրերը ես ասում եմ ժամերի հետ կապված։ Հասկացա, բայց նրանք նախագահ են, նրանք պատրիոտներ են, նրանք հզոր մարդիկ են։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում, հարցը տվել եք, ես պատասխանեմ կակբա, հա։ Ասեք։ Ուրեմն սենց իրավիճակ ա եղել, բոլորը ձգտում եք այդ բլոկադի կախված խոսքի իրավիճակից, որ մենք հասկանում ենք, գիտակցում ենք, որ մենք ունենք երկար ճանապարհ գնալու, դաժան ճանապարհ գնալու, երկայ պարքայելու, այս մեկը մյուսը։ Դեղ ուրեմն էլի այս ասենք այս իշխանության կողմից կար ներգրաված անձիկ, ներգրաված մարդիկ, որոնք բոլոր այդ ընթացքում պարակտում էին մտցնում հենց արցախահայության մեջ, ոչ թե համախմբվածության process-ի, այլ պարակտման։ Հիմա անդրադառնամ ձեր հարցին, որ այդ մարդիկ իրանց հանձնման ընթացքում խիչ են ուրիշ ձևի իրանց դրսևորել, այլ գնացել հանձնել են խոսքի կամ էլ էս մեկը մյուսը։ Հա, ստեղ մի քանի փակագից բացեմ, որտեղ եղել է այդ մարդկանց ես իմ տեղեկությունները, որովհետև դա չեմ կարա 1000% տեղեկություն բանանեմ, եղել է այդ մարդկանց տեղահանման մի քանի process։ Մի քանի process-ի ընթացքում եղել է մոտավորապես պայմանավորվածություն մեր մեջի արցախցիների կերպար ինչ որ ղեկավարություն կամ էլ էս մեկը մյուսը, որ այդ մարդկանց խոսքի բերեն, նստեն խոսակցության, բանակցության խոսքի մի հատ ինչ որ պայմանավորվածության ու դրանից հետո արդեն այդ որոշումը կայացնել։ Ես մի հատ ուրիշ փակագից բացեմ։ Սկզբնական շրջանը, որ ադրբեջանցիների հետ եղել է հանդիպում, եղել է որոշում կայացրված ամսի 21-ին, որտեղ ես եմ եղել խոսքի տեղյակ եմ այդ հանդիպմանը։ Որոշումը կայացրած եղել, որ մենք մնում ենք Արցախում դաժե այդ իրավիճակում, որովհետև հաշվի առնելով, որ այս բաների բանակցությունների հանդիպումների հետ կախված process-ի ընթացքում մենք կարող ենք ինչ որ բան ձեռք բերենք, գոնե պահպանելու Արցախի խոսքի հայ մնալու, ժողովրդի մնալու ու մի կարգավիճակ կամ էլ ինչ բան ձեռք բերելու։ Տենց պայմանավորվածություն եղել է, բայց այդ ընթացքում արդեն այդ պայմանավորվածությունից հետո, որ մենք տեսել ենք արդեն տեղեկություններով, որ շրջափակման մեջ գտնվելով ինչ որ գյուղեր, ինչ որ տարածքներում ադրբեջանցիների կողմից արդեն սկսել են կանանց, երեխեք, այդ շրջափակված հալը այդ ընթացքում բանում, որ սկսել են այդ մարդկանց նկատմամբ արդեն այդ ցեղասպանության խոսքի այդ աստիճանի գործողության process-ները մարդկանց մեջ մի բան է արտնացել, ինչ խոսքի մինձևի այդ որ սկսեցի մի անգամից դուրս գալ է, էլի մի կողմից դա է հրահանգել ժողովրդին, որ դուրս գան իրանց ընտանիքներով, բանով, որ մինձևի փրկվեն, որովհետև այստեղ մի բան են պայմանավորվել, բայց մյուս կողմից մեկա Թուրքի ձեռագիրը ինքը սկսել է շարունակել։ Այդ պահին են հասկացել, որ պարոն Իսրայելյան, ես ուզում եմ հասկանալ երեք նախագահները ինչ ասեմ, ես ավարտեմ, ասեք։ Հա, ես ավարտեմ։ Ու զուգահեռ նմանատիպ իրադարձություններ սկսել է ժամերի մեջ փոխվելը։ Հիմա այդ մարդկանց կողմից, որպես իրանք
նախկին ղեկավարներ, այս մեր ղեկավարներ, այս մյուսը, այդ մարդիկ միջև վերջի, նորից եմ ասում, չանդրադառնանք, որ դրանք եղել են խոսքի, բոլորին էլ բաստողումներ ունեն։ Ես կոնկրետ այդ պահի հետ կախված եմ ասում։ Իրանք որպես ղեկավարներ, որպես նախագահներ, որպես խոսքի հրամանատարներ, բան, միջև վերջին րոպեն, միջև վերջին ժամանակը փորձել են իրադարձության մեջ ինչ-որ բաներ մտցնել, то есть փորձեն ինչ-որ գործողության թե պայմանավորվածության, թե հանդիպման, թե փորձեր համոզելու ինչ-որ փոխեն այդ իրադարձության իրավիճակը գոնե որ ասեմ։ Այդ իրանց շարունակական այդ գործողության process-ների ընթացքում էլ մեծամասնությունը դարել են խոսքի այդ պահին, որ ոչ թե խփելու կամ ինչ-որ բանին, այլ այդ իրավիճակի զոհ։ Ես իմ տեսակետից եմ ասում, ես իմ բանով եմ։ Ես ձեզ հարցեր ունեմ։ Դուք Արկադի Ղուկասյանին ճանաչում եք։ Ես մի քիչ մի քանի անգամ խոսքի տենց անձամբ հանդիպել, բոլորին եմ ճանաչում, բոլորին։ Ես հիմա մի հայտարարություն եմ ուզում անել, ավելի ճիշտ դրա մասին խոսել եմ մեդիաներով, բայց հիմա մի բան եմ ուզում ասել, որտեղ մեր արցախցիները պիտի իմանան դրա մասին եւ իհարկե դուք պետք է իմանաք, որտեղ գլխավոր հենց հիմա գլխավորը դուք եք այդտեղ ոնց հասկացա։ Նայեք, երբ որ պատերազմը եղավ, դեր Արցախը տեղում էր, Շուշին տեղում էր։ Բայց ունենք 5000-ից ավել զոհ։ Արկադի Ղուկասյանը գալիս է Ավստրիայի Հանրապետություն եւ ինձ զանգարում է, որ պարոն Գրիգորյան, Հայաստանի նախագահան Ավստրիայի Հանրապետությունում է։ Ես ասեցի Հայաստանը նախագահան չի կարող լինել, որովհետեւ կունենք վարչապետ, որը այս պահին Հայաստանում է։ Ասեցին ոչ։ Ես ինքս, տեսեք, ես ասում եմ, կան ֆոտոներ, կան վիդեոներ, պետական այրերը դա իմացել են ով է մտնում, ուրեմն Ավստրիայի Հանրապետություն գալով բժշկական, շատ թանկ բժշկական տեղում 100,000-ից ավել եվրո տալով եւ Արկադի Ղուկասյանը փոխում է իր այրան եւ չգիտեմ իր խնդիրները եւ արյունը 100,000-ից ավել, որը ես անձամբ ներկա եմ եղել առնվազն կես մետր հեռավորության վրա, հասկանալով սա իրոք հայա, այն ինչ որ ինձ ազգային անվտանգությունից զանգեցին ասեցին, այո, դա եղել է Արկադի Ղուկասյանը։ Հիմա ես հարց եմ ուզում տալ, Արկադի Ղուկասյանը կռվից հետո ում գումարներով եկավ Ավստրիայի Հանրապետությունը եւ բուժվեց։ Որտեղից այդ գումարները, եթե մենք ունեինք սոված արցախցիներ, որ մենք ունենք խնդիրներ երեխաների հետ միասին, ինչպես էր կարող այդ տեսակ նախագահը իրեն թույլ տալ այդպես հաջուկների։ Խնդրում եմ պատասխանեք, եթե կարող եք։ Ես կոնկրետ Արկադի Ղուկասյանի մոմենտով չեմ ուզում անդրադառնամ, ես ուզում եմ անդրադառնամ բոլոր ղեկավարների, բոլոր նախագահներին ընդհանուր մի բանի մեջ։ Այո, դուք ճիշտ եք, այո, տենց բաստողումներ եղել է, տենց որ ասում եմ հետևանքների պատճառներով արդեն հետագա բոլոր որ ասում եմ բաները առաջացել է հարցերը արդեն ընդհանուր հիմնախնդիրի հետ կախված, որովհետև ես գիտեք կարճ ասեմ, եկել եմ մի եզրակացության, որ մեզ փողն է հաղթել։ Մեզ բոլորիս հաղթել է փողը։ Մի հատ էլ դրա համեմատաբար ցավալի օրինակ ասեմ։ Եթե եկել է մի ժամանակ, երեխան զոհվում է, դրա ունի գին, եթե դու տոնուդ կորցնում ես, դրան ունի գին, ուրեմն հայրենիքդ վաճառված է։ Այո, այդ գինը $20,000 արժել, եւ մեր հայրենակիցները վերցրեցին եւ մի քանի 100,000 դրամ ամեն ամիս։ Դա ես չեմ վախում ասեմ, այո, ամենամեծ սխալը վերցրեց մեր երկիրը։ Հիմի անդրադառնալով ձեր հարցին կամ էլ դրան ձևաչափով, ես էլ այն մարդն եմ, որ 20 թվականի պատերազմի ժամանակ $800,000 ես շատ քիչ եմ այդ մասին անդրադառնում, որովհետև 20 թվականի պատերազմից հետո ես բերանը չեմ էլ կարողացել բացեմ, ասեմ, այսքան օգնություն եմ արել, որովհետև այդ զոհերը տեսնելով սա համեմատաբար ասելի բաներ չի։ Բայց արդեն որ ասում ասենց հարց է քննարկում, իս նման մարդիկ դրսից կազմակերպված պատերազմի ժամանակ $700,000 օգնություն են բերել Արցախ, որպես անձամբ ներկայացնելով, որ ասում եմ մարդկանց
տալով, այդ ուղղություններով, այդ օգնությունները խոսքի անձամբ նորից եմ ասում, պատերազմից հետո ես չեմ կարողացել պարզաբանել այդ օգնությունները հետո ուրա գնացել։ Ինչ չեն տվել, ես եմ բերել, անձամբ բերել տվել այդ օգնությունները, բանակը նա հետ կախված։ 50,000 եվրոյի ես իմ ընտանեկան գումարից ուղարկել եմ պալատկա եւ մատրասներ Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ միասին Վեննայի Պապիկյան կոչված դեսպանը, որ ես ասեմ Պապիկյան դու պատասխան ես տալու, կորավ այդ ապրանքը, արդեն 6 տարի անցել է ինձ ասում է դա պետական գաղտնիք է, չեն կարող ասել, պալատկի եւ մատրասի պետական գաղտնիքը ո՞րն է, կարող եք դա ասել, պետական գաղտնիք են համարում։ Դե հիմի նայեք, մեկ ձեր հետ միասին խոսում եք մի լեզվով։ Մենք դրա հիմքն էլ, պատճառներն էլ ու դրա հետևանքներն էլ այսօրվա իրավիճակում տեսնում ենք, բայց ես ուզում եմ անդրադառնամ այն կոնկրետ պատասխանը ձևաչափով, որ դա ոչ մի նախագահի օրոք է եղել, ոչ հաջորդ նախագահի օրոք է եղել, ոչ հիմիկվա այս ներկա իշխանության օրոք է եղել, ստեղի գտնվող, դա միշտ եղել է։ Ժողովրդին զոհաբերել են, բայց ընդհանուր այդ արդյունքները մենք բանով որ ասում ազգային նպատակների կամ էլ հայ ժողովրդի շահերին չի բանարել, չի օգտագործվել։ Դրա հետևանքներն է մի մասը այն մարդու վրա, մյուս մասը մյուսի վրա կամ էլ ես մեկը մյուսը։ Ես որպես հայ, որպես արցախցի, ես ասեմ, ես որպես հայ, որպես արցախցի ազատ կարող եմ այսօր խոսամ, ազատ կարող եմ քննադատեմ, ազատ կարող եմ հարց բարձրացնել։ Հիմա ես էլի հարց ունեմ տալու, որ հասկանանք գլոբալ, որտեղ մեր ժողովրդի պրիվատ գրումը, իմ անձնականին գրումը հարցեր է տալի։ Հիմա մի հարց տամ։ 30 տարի ոնց հասկացանք երկիրը ծախելով, մաշացնելով, ցեղասպանությունով Արցախներ տվեցինք, հիմա ուզում եմ Սյունիքը տան, Սևանը տան, Աբովյանը տան եւ վերջում են ասեն Երևանը դա Բաքվի 5 քաղաքներից մեկն է, բայց հիմա ձեր ցույցի նպատակը ինչ է տալի ցույցը, ինչ եք ուզում, վերջը ինչ ունեք, ոնց ենք անում, որ Արցախը հետ բերենք, մեր երկիրն է դա, թե դա օտարի երկիրն է, ոնց եք դու սա պատկերացնում։ Նայեք, մենք ձեր համար բոլորին համար ցավալի օրինակ ենք, որպես հասարակ ժողովուրդ։ Արցախը կորցրել եք, բոլորս մնացել եք անտուն անհայրենիք, եղբայրս էլ հիմի գտնում է գերության մեջ, ամենաթանկ ինչ կա չկա կորցրել ենք։ Ստեղ Մայր Հայաստանում գտնվելով, տեղափոխվելով, մենք մի ձևի մեր ապաստարանն կամ ապրելակերպը ձևավորելու, որ գոնե մնանք ստեղ այնքան ժամանակ, այդ հույսը հավատը հետ վերադարձի կամ էլ Արցախը հետ վերադարձնելու, որ գա մի հատ բարենպաստ ժամանակ, մենք այդ հարցը չենք ասում վաղը կամ վաղը մյուս օրվա հետ կախված, որովհետև մենք գիտենք մեր իրավիճակը, բայց ցույցի կամ էլ շարժման կամ էլ բանի նպատակը նորից եմ ասում, սա մենակ չի կախված արցախցիների մասին, սա ստեղ մենք որպես ցավալի օրինակ, որովհետև այդ վտանգները հիմի այսօր մեջբերում են բերել բանից ջերմուկից 5000 մարդ է արդեն տեղափոխվել դուրս եկել, չէ՞։ Այո։ Ու նմանատիպ բաներ, մտավախություններ կա խոսքի Սյունիքի հետ կախված կամ էլ մյուս տարածքների հետ կախված, չէ՞։ Հիմի ժողովուրդ խի մենք պիտի առանձնացնենք այս հարցերը, կասենք Արցախահայություն կամ այս մեկը մյուսը։ Դա ընդհանուր մի ցավ է, որ այդ ցավի շուրջ ցավոք մենք առաջինն ենք գտնվել այդ ցավի, որ ասում է բանը, հարվածը մեր վրա։ Մենք ասում ենք, եկենք այս իրավիճակում միասնական մեր իրավունքների, նորից եմ ասում, հայ լինելու, հայ ապրելու իրավունքներին այս հողում որոշումը չթողեք մի քանի հոգի որոշեն ազգի ճակատագիրը, այլ մենք ազգովի այդ process-ներին խանգարի չդառնանք, չթողենք, որ ասում է իրականացվի հետագա գործողություններին, գոնե որ ասում է մինձևի այս իրավիճակին կանգ առնենք, հետո միասնական արդեն, թե ուժեղանալ է, թե համախմբվել է, թե ինչ է, արդեն հակառակ process-ը մենք ուզում ենք տենանք, ուզում ենք ազգովի մենք մասնակից լինենք բոլոր միջոցառումների, գործողությունների կամ էլ ես մեկը մյուսը զոհ չդառնանք, ոչ թե մասնակից լինենք, այլ դերակատարը լինենք,
դա տարբեր բան է, որը նույնիսկ մասնակից դա քեզ օգտագործում են, քեզ զոհաբերում են։ Ես հասկացա եւ ուզում եմ երկու հատ հարց ունեմ։ Նայեք, արեք մի պահ հասկանանք Փաշինյանն ասում է Արցախը դա Հայաստանի Հանրապետությունը չի։ Մենք շշկրվել ենք, մենք միամիտ մտել ենք այդ երկիր, հետո հասկացանք դուրս եկանք։ Հիմա նա անում է խաղաղության պայմանագիր, ուշադիր լսեք։ Եթե Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես կռիվ, պատերազմ չի հայտարարված Ադրբեջան եւ Բաքու, եւ չեն բախվել իրարի, Արցախը մոռանանք, մերը չի։ Մի բան ուզում եմ հասկանամ, մերը չի, ուզում եմ հասկանամ։ Ինչ խաղաղության պայմանագիր, եթե մենք պրյամոյ սենց ասած չունենք պատերազմ Ադրբեջանի հետ, ինչ խաղաղության, ինչ է ստորագրում։ Եթե ես ձեզ հետ չեմ կռվել, ես չունեմ պետական մասշտաբով պատերազմ, ինչ խաղաղության եւ սահմանների մասին ենք խոսում։ Կարող եք սա մեկնաբանել։ Նայեք, ուրեմն դրա անունն է խաղաղություն, բայց խաղաղության դրա տակ խաղաղության մասին ընդհանրապես բան չկա, հասկացողություն չկա, դուք բոլորդ էլ լավ գիտեք, չէ, որովհետև եթե խաղաղության սեղանին նստում են բանակցելու խաղաղության մասին կամ էլ խաղաղություն կնքելու մասին, մեծ փոքր հավանականություն կա, որ պարտվող ներկայացուցիչը կարող է դեռ թելադրի քո ազգի, քո երկրի, բայց պարոն Իսրայելյան, մեկ վարքյան, խնդրում եմ, մեկ վարքյան, ինքը ասում է, ես Արցախի պատասխանատուն էլ չեմ, փակել եմ ես այդ թեման։ Բրձա, վсё։ Եթե ինքը Արցախը փակել է, Հայաստանի հետ ի՞նչ կապ ունել Բաքուն։ Ինչ պայմանագիր է ստորագրում։ Նայեք, ես ձեզ ասեմ, բայց դուք տեղյակ եք Ադրբեջանի կողմից ինչ պահանջներ կա, կամ էլ ինչ ծրագրեր կա իրականացնելու։ Ադրբեջանը դուք ասում եք, ուզում եք, դուք մեկ խաղաղության մասին եք խոսում, բայց Ադրբեջանը ասում է արևմտյան Ադրբեջանի մասին, 300,000 փախստականի մասին, որ տես բան չկա ընդհանրապես։ Ու մնացած այն բաների մասին, որ սա այն թուղթը չի, սա այս պահի ստորագրումն է Արցախի թեման փակելու, բայց մենք խաղաղություն հետ կախված, նրանց կողմից նրանց մեսեջները որ լսում ենք։ Բայց պարոն Իսրայելյան, ինքը ասում է, ես Արցախի պատասխանատուն էլ չեմ, ես Հայաստանի վարչապետն եմ, ինքը ինչ կարող է ստորագրել, ես ուզում եմ հասկանամ այս Խելագարի ասած խոսքերը, ես մեկնաբանում եմ իր խոսքերը, ինքը էլ ձեռները լվացի ասում է, ես էլ Արցախի հետ կապ չունեմ։ Ինչ թուղթ կարող է նա Արցախի մասին ստորագրել է, էլ ինչ է ուզում վաճառի։ Դե հիմա դուք հարցը ինձ եք տալիս, որ այդ հարցը վերաբերում է մեր բոլոր ազգի ներկայացուցիչներին։ Դուք եք ցավը տանեմ, ես ուզում եմ հասկանամ այդ ցույցը որ անում եք, վերջը այդ մարդուն բարձրացնել եք Հայաստանի կենտրոնից, ասեք լսի, Արցախը տվել ես, ասում ես, որ ես էլ վարչապետը չեմ, Արցախի համար ես պատասխանատուն չեմ։ Լավ, ինչ թուղթ խաղաղության։ Մենք պատերազմ չունենք Բաքվի հետ։ Պաշտոնապես։ Բայց դա ինքն է ասում, բայց այդ խաղաղությունը որորնա բան, խաղաղությունը գիտես ինչ է, թշնամու հետ կախված այսօրվա իրավիճակում, որ ստեղ հայ չլինի, թշնամին էդ է տեսնում, այն ժամանակ խաղաղություն է լինելու։ Հասկացան։ Նշանակում է վերջնականորեն 29,000-ներ հանձնում ենք թուրքերին եւ մենք մնում ենք ապրես։ Всё։ Էս է։ Ապրես։ Ապրես, ես դից եմ հասկանում, եթե Պարոն Իսրայելյան, ես այդ հարցին եմ ուզում հասկանալ, որ մենք ունենք կոնկրետ ազգային դավաճանի հետ, որ նա դրված է թուրքի շահերը պաշտպանելով մեզի վերջնականորեն հայաթափ անելու համար։ Մենք այդ տեսակի հետ գործում ենք։ Ճիշտ է։ Հարցը երևի բան չարեցի, մի հատ էլ խնդրեմ կրկնեք։ Ասում եմ, մենք ունենք ամենամեծ ազգային դավաճանի հետ, որը վերջնականորեն ուզում է հայոց հարցը փակել եւ սարքել թուրքական մեծ վիլայետ եւ տանել մեր սերունդին սույնաթել եւ մնացած հարցերում արդեն սարքի թուրքական վիլայետ եւ վերջ բրծնենք։ Սա է հարցը։ Սա է խնդիրը ձեր դուրս գալու։ Ներկա իրականությունը, որ տեսնում ենք մենք հողի վրա, այդ դա է, որովհետեւ այդ մարդը, որ Արցախը լավ, ձեզ ասած մի կողք եք տոնում, չէ՞։ Խոսքի որպես սենց ավելի լավ հասկանալով սրանց գործողությունները կամ ծրագրերը կամ նպատակները կամ մոտեցումները։ Եթե մարդը
ցեղասպանությունից հրաժարվում աստեղ ինչ կապ ունի Արցախը խոսքի, չէ, անդրադառնանք ուրիշ բանի այդ մոմենտներով։ Եթե Արարատը փոխում է Արագածով, Արցախը էլի չկա, չէ, խոսքի որ խոսելու, սա արդեն գնում է вообще ավելի մեծ խորքային պատմական քանդուքարանելու բանով process-ներին։ Եթե ինքը իր գործողության process-ների այս ընթացքում ցույց է տալիս մենակ որ ոչ ազգի շահերն է հետապնդում կամ ոչ ժողովրդի շահերն է առաջ քաշում, մի հատ ոլորտ, մի հատ ուղղություն, մեկը որ օրինակ բերի, ասա, այս հարցում, այս բանում վատ է եղել, այս ուղղությունները զարգացրել է։ Դες բան չկա, չէ։ Հայոց պատմություն, հայկական պատմություն փոխելով, կամ էլ գիտեք, այնքան է այդ բանը շատ, որ ոչ մեկի բան բացի թշնամու, բացի թուրքի շահերից, ստեղ ուրիշ բան չկա, ստեղ մեզ ստեղ որ ասում եմ բան չունենք, էլի հասկանալու, որ ինչ որ էլ դաժե պատասխան ձևավորենք, դրա նկատմամբ ինչ որ պատասխան ներկայացնելու։ Չկա ժողովուրդ ջան, ես նորից եմ ձեզ ասում, մենք բոլորս արցախցիներս Արցախայությունը ազգի համար ցավալի օրինակ։ Մենք արդեն այդ օրը ընկել ենք։ Էսի քիչ է որ մենք էլի վաղվա օրը հույսեր կապենք, ասենք որ բա որ սենց բա չի լինելու, էսի գնում է բոլորը կործանման։ Լավ, Թշնամին բռնել է սրանց վախը, թշնամին բռնել է սրա վախը, ու ես ձեզ ասեմ, սրանց վախնել նես չի։ Սրանք ինչ որ բան օգուտ մեծ քանակի ինչ որ շահեր սրանից բան են արել։ Ես Որովհետև առանց դրան երկու հատ հարց ունեմ, պարոն Իսրայելյան։ Դուք գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ վարչապետ չի։ Հիմա ասեմ, որ մեր հայրենակիցները, ես գիտեմ, որ հիմա հազարավոր հայրենակիցներ եթերը լսելու են, նա բարձրաձայնեց, որ մենք չունենք կատաստրի թուղթ։ Ճիշտ է, լսել եք այդպիսի բան։ Ահա, դա էլ կար, հա։ Եթե մենք պարոն Իսրայելյան չունենք կատաստր, նշանակում է չունենք սահմաններ, չունենք պետականություն, ճիշտ եմ հասկացա, պասպորտ չունենք։ Պետ երկիրը պասպորտ։ Իր ասելով տենց է։ Հիմա հարց տվեք, եւ եթե դուք կհանդիպեք այդ խելագարի հետ, հարց տվեք, դուք ում երկրի վարչապետն եք։ Եթե երկիրը կատաստր չունի, ինքը չի կարող լեգալ պետություն կոչվելու, չի կարող։ Նշանակում է ով որ հիմա Բայց դուք չեք մտածում, ինչի համար է այդ արտահայտությունները արդեն նախորդ ասել ով որ այս պահին ով որ կմտնի այդ երկիր, նա կլեգիմիտացնի իր սահմանները եւ նաեւ կկոչվի երկրի վարչապետ։ Նշանակում է նա դաժե ասում է, որ ես ձեր համար պատասխանատու չեմ, դուք օդից կախված եք, ուղղակի օդից օդ եք դուք։ Վերջին հարցս, պարոն Իսրայելյան, վերջին հարցս։ Լավ։ Այսօր եթե դուք լինեիք գերագույն հրամանատարը, դուք կարող եք չպատասխանել, կարող եք պատասխանել։ Ես բոլոր մեր հյուրերին այս հարցը տալիս եմ։ Ինչ կանեիք այս պահին հայրենակիցների եւ Սփյուռքի հետ։ Հայրենակից ասելով Արցախը ես չեմ առանձնացնում կամ Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներ, եթե դուք այս պահին լինեիք գերագույն հրամանատարը, ինչ հրաման կտայիք մեր հայրենակիցներին, խնդրեմ։ Կարող եք չպատասխանել։ Չէ, բայց քիչ պատասխանեք, որ խոսքի, բան հարցա, որ պատասխանից խոսքի չձևավորեք, էլի, սենց մի հատ, որ ասում է, ոնց են ասում, զավուշնը սմացենկո, էլի, սենց մարդու բանով, հա, այս իրավիճակում հայտնվելով, այս իրավիճակից դուրս գալու կամ միակ ճանապարհն է։ Գլխավոր հրամանատարը, որ պետքա հրաման տայեք։ Նորից եմ ասում, կենտրոնացվել պիտի մի հասկացողության շուրջ, ազգ բանակ, ուրիշ ոչ մի բան։ Ազգ բանակ, ես բան ասեմ, մենք ունենք ճանապարհներ այս իրավիճակից դուրս գալու։ Մենք ունենք բոլոր հնարավորությունները այս իրավիճակից դուրս գալու, որովհետև Էզևի իրավիճակ սրանից ավելի ծայրահեղ իրավիճակ ա եղել, բայց ազգը եթե գոյատևել է հազարամյա տարիներ, значит այդ ազգի, որ ասում է, ընդունակությունը, այդ ազգի հզորությունը ինքը ունի։ Եթե ունի, ուրեմն դու ժողովուրդն է, ազգն է, այս իրավիճակով ինչ մարտահրավերներ կա, դու պիտի ազգովի ուղղես այդ մարտահրավերների
հարցի լուծման, որ ասում բանին։ Պարոն Անուն Իսրայելյան, ես նորից եմ ձեզանից ասում։ շատ շնորհակալ եմ, մենք կապի մեջ ենք լինելու, եթե ինչ որ, չգիտեմ, այդտեղ բանկը կատարվի 24 ժամ, դուք գիտեք իմ համարը, դուք կարող եք միանալ, եթե արտարորոշ դեպք կամ ինչ որ բան կատարվի, ես գիտեմ, որ 24 ժամ դուք մնալու եք հիմա Ազատության հրապարակում, ես պատրաստ եմ եթերը տալու, ես պատրաստ եմ 24 ժամ բացահայտելու եւ բարձրաձայնելու այս պահին ինչ որ կատարվում է մեր հանրապետությունում, Աստված օրհնի ձեզ, շատ շնորհակալ եմ, մենք կապի մեջ կմնանք։ Եղեք հավատքով, ես ուզում եմ մեր հայրենակիցներին ասել, սիրելի հայրենակիցներ, իմ համար երկինքը նոր երկիրը, որովհետև Տիրոջ խոսքը ասում է՝ մի վախեցեք, 2000 անգամ Աստվածաշունչը ասում է՝ մի վախեցեք, որովհետև ես եմ ձեր Աստվածը։ Մենք երբ որ մնանք հավատքով եւ հոգու մեջ, հավատացնում եմ, որ մենք կհաղթենք եւ Աստված կտա մեզ իմաստություն եւ իմաստուն մարդիկ, որ կդրվի ճիշտ հիմքի վրա եւ աշխարհը կտեսնի հայի ուժը, որ մենք կախված ենք մեր հոգով Աստծո երկինքը եւ երկիր ստեղծողի հետ։ Աստված օրհնի հետ ձեզ, շատ շնորհակալ եմ պարոն Իսրայելյան ու եթերի համար, մնացեք ուժեղ, կայուն, Արցախցին միշտ ուժեղ է եղեք, կռվող է եղեք, ամենակարևորը հավատքով։ Հավատացեք երկնային Տիրոջը, որ ձեզ տա իմաստություն, որ կարողանաք այս դժվարին պահերին դուրս բերեք մեր